Կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը։ Բարև ձեզ, Տիկին Աղաջանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ Եվ այսպես վերջին նորություններից սկսենք, շնորհակալ, ես չգիտեմ սա ինչքանով է կարևոր, երկու հայտնի զույգ Աննա եւ Նիկոլա անունով, որ մեկը վարչապետի պաշտոնն է զբաղեցնում արդեն 8 տարի, 9-րդ տարին ենք, հա, ոնց որ թե մոտենում, այո։ Չգիտեմ ինչի ես փուլում ընտրություններից առաջ դրանով է պայմանավորված, թե այլ հանգամանքներ կան, դուք դիվանագետ եք, ավելի լավ կիմանաք ինչու որոշեցին այս փուլում այդպիսի քայլ անել եւ դա հանրայնացնել եւ ընդհանրապես դա ինչ որ մեկին պետք է հուզում է, հետաքրքրում է, անգամ ես ճիշտ ասած հիմա այս հարցը տալիս եմ, բայց չգիտեմ դա կարեւոր է թե կարեւոր չէ, բայց քանի որ հանգամանքի բերումով հայ ժողովրդի հայոց պետականության ճակատագիրը մեծ հաշվով կախված է իրենցից բառեզբուն իմաստով այս զույգից, որտեղ եկեք չանտեսենք Անայի դերը եւ դերակատարումը, շատ կարեւոր է թե ինչ ազդեցություն ինքը Նիկոլի վրա, կարծում եմ կարեւոր է թե կարեւոր չէ թե այո ինչու որոշեցին հիմա։ Դե բնականաբար ձեր նշած հատկապես երկրորդ անձը կարծես մոխրագույն կարդինալի դեր է կատարում եւ տվյալ պարագայում ես ենթադրում եմ, որ կարող եմ ենթադրել միայն, որովհետև եթե իրենց համատեղ կյանքի այս տասնամյակների ընթացքում հարմար չեն գտել պաշտոնական գրանցում անել, ապա ներկայումս այդ գործողությանը դիմելը զուտ ինչ-որ ֆորմալություն է իրենից ենթադրում եւ ես կարող եմ ենթադրել, որ դա զուտ ցանկություն է ինչ-որ միտեղ լեգիտիմացնել իրենց դիրքորոշումը եկեղեցու հետ կապված, քանի որ ամենամեծ քննադատություններից մեկն էլ այն էր, որ իրենք խոսում են իբրև թե եկեղեցու հավատավոր զավակ լինելու մասին, սակայն անգամ սեփական ընտանեկան հարաբերությունները օրինականացման չեն ենթարկել։ Սա զուտ սա է, բայց կարծում եմ արդեն ժամանակները վաղուց անցել են եւ երբ այս զուրկի ամենօրյա այսպես մտա պայքարի արդյունքում ծնված հերթական ինչ-որ քայլը կեղծիքը հանրության վրա ինչ-որ ազդեցություն է ունենում, ենթադրում եմ, որ կա ինչ-որ փոքր զանգված, որ դրանով գուցե սփոփվի կամ ինչ-որ միտեղ իրեն արդարացում գտնի, բայց մեծամասամբ հանրության համար դա զրոյական նշանակություն ունի։ Այո, ես կարծում եմ նաև կարդացի որոշ մեկնաբանություններ, որ մամուլով շրջանառվեց եւ մարդկանց արձագանքը շատ հասկանալի էր, շատ բացասական եւ շատ հասկանալի էր, քանի որ բոլորի համար էլ անգամ իրենց ձևակերպումը բառախաղ էր եւ իրականությանը չհամապատասխանող, քանի որ քաղաքացիական ամուսնությունը այն ԶԱԳՍ-ով գրանցումն է, այսինքն չի կարող ավարտվել մի բան, որը չի եղել եւ հատկապես այն պարագայում, երբ որ դու գրանցում ես իրականացում, այսինքն դու նոր ես սկսում այդ քաղաքացիական ամուսնությունը, ոչ թե ավարտում ես, այսինքն այդ բառախաղը կար, փորձելով ինչ-որ ինտրիգ ստեղծել եւ մարդկանց համար քննարկման դաշտ բացել, այսպես ասած, ես միշտ ասում եմ, բերանի մաստակի սկզբունքով, հա, ինչ-որ մի հերթական նյութ գցել, որը կարող է զբաղացնել հանրային դիսկուրսը։ Կարծում եմ արդեն վաղուց ժամանակներն անցել են, մարդկանց մեծ մասը շատ լավ հասկանում է իրենց գործողությունների, քայլերի բուն նպատակը, գուցե առաջին ինչ-որ մի քանի վայրկյան իրենք ուշադրություն են դարձնում, բայց հետո միանգամից դիմակները ի հայտ են գալիս եւ հասկանում են, թե տակը ինչ կա, եւ դա վերաբերում է նաեւ վերջի շրջանում իրենց կողմից այսպես տիրաժավորվող ամենատարբեր եւ ես կասեի տիեզերական մասշտաբի կեղծիքներին ու շինծու մեղադրանքներին, որ աչուձախ փորձում են հեղել, մենք ենթադրում եմ դրա մասին կխոսենք, որը նպատակ ունի մի կողմից իրենց պահել այսպես լրատվական դաշտի կենտրոնում, հա, հանրային քննարկման կենտրոնում, մոռացության չտրվել։ Մյուսը, որ փորձեն դրանով ինչ-որ միտեղ իրենց վարկանիշը բարձրացնել եւ իրենց եւ գործող եւ ապագա գործողությունների համար ինչ-որ մի օրինականության շղարշ ստեղծել։ Նաեւ ընտանիքի անդամների մոտ է նկատվում ինչ-որ ակտիվություն էլի, ընտրություններով է պայմանավորված, թե արդեն Չէ, հիմա կարծեմ բոլորին այսպես լարել բաց են թողել եւ մենք գնալով ավելի շատ կտեսնենք։ Մենք այդ ձեռագիրը տեսել ենք, երբ որ իրենք
իրենց համար որոշում էին ինչ-որ մի քաղաքական գործողություն եւ դրա համար արդեն սկսում էին հանրային դաշտը մշակել բոլոր հնարավոր տեղերից, եթե կհիշեք այդ իրենց հեծանվային արշավները, հետո կրթվում էին, հետո սրտիկներ էին բաց թողում, հետո քիչ համբույրներ անեին, երգում պարում էին, թմբուկ էին նվագում, բայց արդեն անցել է, հասկանում եք։ Հետո ասում են անալ մի հատկանիշնի, որ չկա այնպեսի մի բան, որ սկսում է հասցնի միջև վերջ։ Չէ, ես համաձայն չեմ։ Գուցե Հայաստանի կործանումը, հա։ Դե իրենք հետևականորեն դա առաջ են տանում եւ դա իրենց նախաձեռնություն չի, եկեք հասկանանք, սա իրենց այսպես ասած դրա համար են հաջողում, հա։ Գուրուների հրահանգներով իրականացված գործողություններն իրենց լուման են բերում, իրենց անկալումներն են ներդնում եւ իրենց հրահանգավորված դաշտում աշխատանքը։ Սա իմ չես տիպիկ արևմտյան ձեռագիրը, ես սա տեսել եմ միջազգային կազմակերպություններում տասնամյակներով, երբ որ արևմտյան, այսպես ասած, կենտրոնները, հիմնականում նահանգները, Բրիտանիան եւ եվրոպական 1-2 երկիր որոշում էին ինչ-որ մի բան եւ արդեն մնացած դաշտին հրահանգում են եւ նրանք մակլավիկների պես ուղղակի այդ հրահանգը իրականացնում են։ Եթե մեկը չալարի բացի այդ նստաշրջաններից որևէ մեկը, վերջիններից մեկը ասեմ, հա, նույն քիմիական զենքի կազմակերպությունում Սիրիայի հետ կապված քննարկումներում եվրոպական եւ արևմտյան երկրներ, արևմտյան եմ ասում, հետո նույն Ճապոնիան, նույն Հարավային Կորեան, նույն Ավստրալիան, նույն Նոր Զելանդիան, նույն գծի տակ գնացող երկրներ են։ Եվ իրենց ելույթները, եթե լսեին, դա որպես մի օրինակից պատճենված ելույթներ էին, որոնք այսպես քանակային առումով ազդեցություն գործելու ցանկություն կար։ Հիմա մենք նույն ձեռագիրն ենք տեսնում։ Հրահանգը տրված է թիմին, թիմը պիտի դաշտը աշխատացնի, հույս ունենալով, որ դա ինչ-որ ազդեցություն կունենա, բայց ես արդեն, գիտեք, գուցե սխալվում եմ, մարդիկ, ովքեր նույն սոցիոլոգիական դաշտում շատ ավելի խորը շերտերի հետ են աշխատում, գուցե այլ կարծիք ունենան, բայց ինձ թվում է իրենց ազդեցության դաշտը այնքան է նեղացել եւ խտացել, հա, իրենց մեջ, որ այդ իրենց մի քանի 100 հոգուց այն կողմ չի անցնում։ Եվ գուցե դրանց ընտանեկան որոշ անդամները, դա էլ հարցական է, թե ընտանիքի անդամների որ մասը որքանով է իրենց աջակցում եւ իրենց այդ գաղափարներին տուրք տալիս։ Մենք հասկանանք, որ մենք դեպի ընտրություններ շատ ավելի շատ ենք տեսնելու նման գործողություններ եւ մենք պետք է, ինչպես ասում են, ավազը ցորենից զատելու հնարավորություն ունենանք եւ կարողանանք կենտրոնանալ այն խնդիրների վրա, որոնք շատ ավելի էական են եւ շատ ավելի կարևոր։ Պատահական չեն այս հայտարարությունները, Նիկոլը նմանատիպ հայտարարություն արեց եւ դա հաստատում է օրինակ Ռուբեն Ռուբինյանը ԿՊ-ից Ազատություն ռադիոկայանության մեջբերում անում իշխող քաղաքացիական պայմանագրին մտահոգել են ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, որոնք կարող են կրկնել Գյումրու քաղաքապետի ընտրությունները, երբ ընդդիմությանը հաջողվեց միավորվել պարտության մատնել իշխանությանը։ Հիմա մեջբերում պլանը շատ պարզ է, 3 ուժով մասնակցել ընտրություններին, կարող է ընթացքում նույնիսկ ասեն, որ մենք միմյանց հետ կապ չունենք, հետո կոալիցիայով կամ միմյանց քվեարկելով վերցնեն իշխանությանը, հայտարարել է ԿՊ վարչության անդամ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ինչ է խոստանում մեզ եւ ինչ է ասում, որ կանենք։ Չպետք է թույլ տանք, որ Քոչարյանն ու երկու օլիգարխները ոտնատակ նկատի ունի Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին ոտնատակ անեն մեր ձեռքբերումների իշխանությունն է մտահոգված է։ Խնդրում եմ հատկապես ուշադրություն դարձնել ձեռքբերումները բարի վրա, մեր ձեռքբերումները, ինչ ասել է ԿՊ-ի եւ Նիկոլի ձեռքբերումներ, այստեղ ձեզ հնարավորություն կտամ ազատ արտահայտվել, այսինքն կարող եք հերթով նշել, որ մեր հանրությունը մոռացել է դրա մասին, ասելու, երբ որ դու ապակե տան մեջ ես ապրում, պետք չի քար նետել դիմացինի վրա։ Եվ ինչ ասել է, թույլ չենք տա, այսինքն ինչ են անելու, շատ հետաքրքիր է։ Հենց այնպես չի փորձարվում այստեղ հասկանալ ինչպես կարող են խաղարկել, բայց այստեղ խնդիր կա, որ երբ որ խոսում են ինչ-որ օլիգարխների մասին կամ թույլ չտալու, ես պիտի խորհուրդ տամ իրենք մի հատ հայլու մեջ նայեն, իրենց նորաթուխ օլիգարխներին, որոնք չգիտես ինչպես մի քանի տարվա մեջ միլիոնների, միլիարդների կարողություն են վաստակել մի երկրում, որը այսօր թաթախված է պարտքերի մեջ եւ ամեն տարի 1 միլիարդով ավելացնում է իր պետական պարտքը եւ այս պարագայում իրենց կողմից բնականաբար նման այսպես ակլորավարի ելույթներ ունենալը փորձ է անում ցույց տալ, թե իրենք տիրապետում են իրավիճակին։
մի քանի այստեղ բան կա, հա, այսպես ասում են մոտեցում, որոնք իրենք աշխատացնելու են, նախ իրենք փորձում են 18-ին իրենց իշխանության բերած թեզերը օգտագործել, հույս ունենալով, որ դա ինչ-որ միտեղ կաշխատի, այն նախկիններ կա, սև ու սպիտակ, կաշառակերության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ պայքար եւ տվյալ դեպքում օլիգարխը հիշեք այն ժամանակ ինչ է, որ խորհրդանում օլիգարխներ չպետք է լինեն, իրենց կողքը նստած են եւ ֆինանսավորում էին այդ օլիգարխները, չեմ ասում նորելուկ ոմանք, որոնց անուններ ընդհանրապես երբևէ չէինք լսել եւ հանգարց միլիարդների սեփականության տեր դարձան։ Այս առումով զարմանալ չէ, այսինքն իրենք այս սնդուկից հանելու են հերթական թեզը, փորձելու են աշխատացնել, տեսնել որը կկպնի։ Գուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան աշխատի, բայց մենք եկեք հասկանանք, օլիգարխների մասով իրենք են դարձել օլիգարխ։ Միայն այն, որ վերջերս կարծեմ հետքներ թե ինֆոկոմներ, որ հետազոտություններ իրականացնել, որ պետական մակարդակով արտոնություններ տված ընկերություններ միլիոնավոր դրամների նվիրատվություն են իրականացնել Իմ քայլը հիմնադրամին, որի փոխարեն իրենք ստացել են այդ պետական արտոնությունները տարբեր ձևով, այսինքն մենք այստեղ մեր հաշվին, մեր բյուջեի հաշվին իրենց գրպանները լցնելու խնդրին ենք առնչվում։ Մյուսը նույն ասֆալտն էր, որը դրոշակ սարքացման էին գալիս եւ մենք ականատես ենք, որ ասֆալտը ոտ-ոտ առած գնում է։ Անհասկանալի է թե ուր է ի վերջո հանգրվանելու 4 սանտիմ դրա փոխարեն 5 լինի 6 լինի, այսինքն ինչ թալան է տեղի ունեցել Նիկոլենց կողմից ասֆալտի, որ պատահական չի, որ իրանք ասֆալտի վրա են շեշտադրում, որտեղ առաջինը դա մի քիչ տեսողական է, հա, ժողովրդի աչքը փակելու համար շատ հեշտ մեթոդ է, երկրորդը ասֆալտ ամենահեշտ մեթոդն է փողերը լվանալու եւ կլանելու համար եւ դա միայն մեր երկրում չի, հա, ամբողջ աշխարհում է դա ընդունված։ Այն պարագայում, երբ որ կան այլ տեխնոլոգիաներ, որոնք շատ ավելի խնայողական են եւ շատ ավելի երկարակյաց ծածկույթներ են ապահովում, հատկապես մեր նման երկրներում, որոնք մեծ կլիմայական փոփոխությունների ամպլիտուդներ ունեն։ Դե հիմա ասում են, չի ասում որ իրենց քարուքանդ փոսերով հետ գողացած լափած ասֆալտներով հենց որ անցնում են, ասում են մի քիչ էլ դիմացեք, հիմա մենք կհասնենք նախկինների կառուցած ճանապարհներին, որ արդեն հանգիստ կգնանք։ Այստեղ էլ բան չկա ասելու, էլի, համեմատելու։ Դե մենք միջև հիմա սպասում ենք մեր գերիների վերադարձը։ Այդ մի քիչ էլ է։ Կգանք, հիմա մենք դրան կգանք, բայց ես այս իրանք ինչ են անելու, ձեր կարծիքով ինչ են նախապատրաստել իրենք։ Մյուս խնդիրը, որ իրենց արժևում դնում են, բնականաբար իրենք հրահանգ ունեն դրսից ամեն ինչ անել, որպեսզի վերընտրվեն, որովհետև կնեք արևմուտքը միլիոնավոր դոլարների ներդրում ունի եւ եթե մենք հավատանք այն միլիարդների մուծումները, որ արվել են Արցախը հանձնելու եւ փաստացիորեն Սյունիքը նվիրաբերելու համար, խոսքս մեր ադրբեջանական եւ թուրքական շահերը սպասարկող ծրագրի մասին է, որի առումով մենք թե ձայնագրություն արևմուտքն է տվել, թե տվել են Նիկոլին են տվել, թե հետագայում քրեական գործը կբացահայտի։ Ում նկատի ունեք։ Տվել են իշխանություններին, բնականաբար իշխանության ղեկին նստած անձի։ Այսինքն գացեք Զատուլինի հայտարարությանը։ Զատուլինը Ես կարծում եմ, որ Զատուլինը արդեն արտահայտում է այն, ինչը որ ռուսական իշխանությունները շատ լավ գիտեն, բայց մինչև օրս խուսափում էին դրա մասին բացահայտ խոսելու։ Միայն 5 չի, կարծեմ այնտեղ ուրիշ բաներ կա եւ մենք գիտենք, որ ուրիշ բան չէ, Վանեցյանի հենց ծրարները։ Այո, իր իսկ խոստովանությամբ ծրարներ են փոխանցվել, որի հետ կապած մենք ոչ բացատրություններ ունենք եւ այդ ծրարների փոխանցմանը զուգընթաց մենք տեսել ենք Արցախի հանձնման գործընթաց։ Ավելին ասեմ, հիշենք նույն Վանեցյանի խոսքը, որ կոչ էր անում կանգ առնել, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում էր, թե դա ուր է տանում։ Սա ուղղակի զուտ որպես փաստական վկայություններ, որոնք անուղղակի կերպով ապացուցում են, որ գործարք է տեղի ունեցել։ Ոչ թե մենք պարտվել ենք, ոչ թե մեր զինվորը չի կռվել, ոչ թե Արցախը ինքը ունակ չէր որպես առանձին պետություն կամ անգամ հայկական քաղաքական միավոր շարունակել գոյությունները, այլ որ սա ծրագրված քաղաքականության իրականացում էր, որի անմիջական մասնակիցներ մեր իշխանությունը իր ամբողջական
պետության ներկայությամբ։ Եվ կարծեմ հենց երեք էր իրենց ներկայացուցիչը բացահայտեց, որ նույն ամերիկյան կողմը 22-23 թվականներին անդադ հորդորել է իրենց, որպեսզի այսպես կոչ անեն հայերին Արցախից դուրս գալ իրենց համար գլխացավանքից ազատվելու համար, բայց եկեք հասկանանք, որ այն ձևով, որ դա իրագործվեց, դա բոլորի ճակատին ուղղակի զմռսեց ցեղասպանի եւ ցեղասպանական գործողությունների մասնակցի ու մեղսակցի պիտակը, բոլորի անխտիր, որովհետեւ նրանք, ովքեր իրականացրել են ծրագիրը, նրանք, ովքեր հղացել են եւ օժանդակել են, եւ նրանք, ովքեր իրենց քաղաքական անգործության եւ ներողություն եմ խնդրում, այս մարդը ասում է մենք դա ձեռք բերում է։ Հիմա Ռուբինյանն ասում ենք ձեռք ենք բերել, Արցախը հանձնել ենք, դա ձեռք բերում է, 10,000 մահացել են, ձեռք բերում է, Սյունիքը, Տավուշի տարածքները տվել ենք, ձեռք բերում է, թալանել ենք միլիարդներ, ձեռք բերում է, թոշակառուներին ասել են գնացեք սովից մեռեք, դա ձեռք բերում է, մենք թույլ չենք տալու Ռուբինյանի եւ իր նմանների համար հանձնվելը, ստրկության համար ստորագրություն տալը, ենթարկվելը դա ինքնիշխանություն է, պատերազմը խաղաղություն է, իրենց համար մահերը ձեռքբերում է, այո, նվաճում է, եւ այսպես մենք կարող ենք շարունակաբար շարունակել, սա հակառակ, դա հատուկ քաղաքական գործիքակազմ է, հանրային այսպես ասած ինժեներիայի մաս է կազմում, երբ որ դու թեզեր ես տալիս, որոնք տրամագծորեն հակառակ են նորմալ մարդկային ընկալումներին, բայց դա դու փորձում ես տիրաժարվել առանց դրա իրական բովանդակությունը փոխելուն ուղված, նույնը մենք տեսնում ենք նույն ցեղասպանության խնդրի հետ կապված, նույն Արցախի խնդրի հետ կապված, ամբողջովին գլխից ոտքի վրա շուռ տված է ամեն ինչ ներկայացում, եւ դա փորձ է արվում որպես նվաճում, ձեռքբերում, հաղթանակ ներկայացնել։ Մեր տարածքը նվիրեցին բարիզբոնի իմաստով, ԱՄՆ-ին եւ Թուրքիային տարածքը չկա, տվել են Տրիպով, հիմա այս ամբողջ ժողովրդին մոլորեցնում են, թե մենք ձեռքբերում ունենք։ Այն թղթի վրա է այս պահին, բայց խնդիրն անում է, որ այս կա եւ խնդիրն անում, որ իրենք փորձում են այդ 99 տարվա ստրկությունը ներկայացնել որպես իրենց համար պետության գոյության երաշխիք, եւ ցույց չենք տալու։